Բարձր դատարան ամփոփիչ ելույթների ընթացքում դիմողներն անընդհատ կրկնում էին. մենք հիմնավորեցինք, մենք ապացուցեցինք, մենք ներկայացրինք փաստեր։ Սակայն նույն դատողությունը բազմիցս կրկնելը դեռևս չի նշանակում, որ այն համապատասխանում է իրականությանը։ Դատողությունը չի դառնում փաստ այն պատճառով, որ կողմը դրան այդպես է անվանում։ Դատողությունը մնում է դատողություն, եթե այն չի հիմնավորվում բավարար ապացույցներով, իսկ սույն գործի քննության ընթացքում դատարանին չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումատուների մատնանշած խախտումները իրականում տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել այն ծավալով եւ բնույթով, ինչպես ներկայացվում են, եւ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ հենց վերջինն է այն չափանիշը, որը սահմանել են թե Վենետիկի հանձնաժողովը, թե Սահմանադրական դատարանը։ Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլև դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա։ Դիմողներին սա չի հաջողվել անել, իսկ ես արդեն նշեցի, որ ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա։ Բարձր դատարան։ Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Բայց երբ փորձում ենք հասկանալ այդ պնդման բովանդակությունը, պարզվում է, որ դրա տակ հիմնականում դրվում է կառավարության բնականon գործունեությունը։ Ինչ պետք է աներ կառավարությունը։ Դադարեցներ իր գործունեությունը, չիրականացներ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Օրինակ, չշարունակեր առողջապահության համընդհանուր ապահովագրության տարիներ տևած ռեֆորմը, չշարունակեր սոցիալական միջոցառումների իրականացումը, չիրականացներ կառավարության ծրագրով նախատեսած միջոցառումները։ Եթե սա է դիմողների չափանիշը, ապա յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը պետք է պարզապես դադարի կառավարել երկիրը։ Երևի դիմումատուները ցանկանում էին, որ այդպես լիներ, որ իրենցից շատերի ենթադրաբար բաժանած ընտրակաշառքներն իրոք իզորու լինեին փոխել ընտրության իրական արդյունքը։ Եթե իսկապես վարչական ռեսուրսներ ապահովում ընտրությունների արդյունքը, ապա ինչու էր անհրաժեշտ իրականացնել այնպիսի ծավալուն քարոզարշավ, որի ականատեսը եղավ ամբողջ հանրապետությունը։ Եթե վարչական ռեսուրսն արդեն որոշել էր արդյունքը, այդ ամբողջ քաղաքական աշխատանքն ինչի համար էր։ Բայց ամենակարևորն այն է, որ դատարանին այդպես էլ չներկայացվեց գեթ մեկ կոնկրետ դեպք, որն իր բոլոր տարերով կհաստատեր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը եւ դրա ազդեցությունը ընտրողի ազատ կամարտահայտության վրա։ Դիմողները խոսում են նաեւ ընթացակարգային խախտումների մասին։ Երբ ուսումնասիրում ենք այդ պնդումները, տեսնում ենք, որ առանձին ընտրատեղամասերում արձանագրված առանձին դեպքերի մասին է խոսքը, որոնց մեծ մասն անմիջապես արձագանք է ստացել կամ տեղում վերացվել է։ Եթե ինչպես պնդում են դիմողները, խախտումները կրել են զանգվածային, համակարգային, չտեսնված բնույթ, բնական հարց է առաջանում, որտեղ են այդ զանգվածային խախտումների ապացույցները, որտեղ են դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները, որտեղ են դիմողների վստահված անձանց բազմաթիվ աննախադեպ հաղորդումները։ Այս հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել։ Մեզ ասում են, վարչապետը դեռևս ընտրությունների պաշտոնական ամփոփումից առաջ գիշերը 2-ին հայտարարել է հաղթանակի մասին։ Դիմողների քաղաքական դաշտի ներկայացուցիչները դեռևս 20:00-ի սահմաններում արդեն հայտարարել էին իրենց հաղթանակի մասին։ Մենք հաշվել էինք, դիմողի մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները հաշվել էին ձայները, քվեարկողների ձայները։ Դիմողներն ինչն էին հաշվել։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո ինչն էին հաշվել։ Երբ ձայներն ուղղակի ֆիզիկապես 20:00-ի դրությամբ հնարավոր չէր հաշվել։ Ինչն էին հաշվել, որ ասում էին հաղթել ենք։ Ես կարող եմ հայտարարություն անել, որ ենթադրաբար հաշվել էին ենթադրաբար բաժանված կաշառքի չափը։ Ինչու է սա կարևոր շեշտադրել բարձր դատարան, որովհետև ցույց է տալիս ընտրությունների արդյունքի վրա ազդելու իրական փորձը ու ժողովրդի կողմից դրա հաղթահարման փաստը։ Բարձր դատարան դիմողները պնդում են, որ քաղաքացիական պայմանագիրը գերազանցել է նախընտրական ֆինանսավորման սահմանաչափը, սակայն դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը
կատարել է չհայտարարագրված ծախսեր։ Ընդհակառակը, նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերի ծավալը հենց ցույց է տալիս, որ քարոզարշավի ֆինանսավորումն իրականացվել է օրենքով նախատեսված հաշվետու մեխանիզմներով եւ ամենաշատ ծախսը հայտարարագրել է հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հատկանշական է, որ ֆինանսավորման թափանցիկության խնդիր բարձրացնում է նաեւ այն դիմումատում, որը կուսակցություն գրանցել է ընտրությունների նախաշեմին, իսկ մինչ դա ունեցել է շարժման կարգավիճակ, ինչու որ խուսափի կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգավորումներին ենթարկվելուց։ Հարց. ով է փորձել ազդել ընտրության արդյունքի վրա։ Պատասխանը պարզ է, իսկ արդյունքն այն է, որ ժողովուրդը հաղթահարել է այդ փորձը։ Ատելության խոսքի վերաբերյալ պնդումներին երկար չեմ անդրադառնա։ Դրանք հիմնականում անտրամաբանական էին։ Հարցն այն չէ, արդյոք այս կամ այն արտահայտությունները հանդիսանում են էթիկայի խախտում, թե ոչ, արդյոք կոպիտ են ու սուր են, թե ոչ։ Ես արդեն ասել եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել այս հարցերը։ Հարցն այն է, որ այդ արտահայտությունները ազդել են ընտրության արդյունքի վրա փաստացի փոխելով ընտրությունների արդյունքը, թե ոչ։ Իրականում Սահմանադրական դատարանն արդեն ձևավորել է այս հարցի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը եւ նոր իրավական փաստարկ, որը կհիմնավորեր այդ դիրքորոշումից շեղվելու անհրաժեշտությունը, դատարանին չի ներկայացվել։ Բացի այդ, նիստերի ընթացքում մեր կողմից ներկայացված փաստարկներն ավելի քան բավարար էին հիմնավորելու այն, որ սուր խոսքը ոչ մի պարագայում քաղաքացիներին ուղղված չի եղել։ Միևնույն ժամանակ դիմումատուներից ուժեղ Հայաստանը, ինչու ոչ Հայաստան դաշինքը, այլ ուժեր ևս, քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն հանդես են եկել ծայրահեղ մարգինալացնող հայտարարություններով, թիրախավորելով հենց ժողովրդին, տարածել են այնպիսի սուտ տեղեկություններ, խոսքը 300 ադրբեջանցիների մասին է, որոնք հենց հանդիսացել են ընտրությունների վրա ազդելու ու ընտրողներին մոլորեցնելու փորձեր, բայց բարեբախտաբար այդ փորձերը հաղթահարվել են հենց ժողովրդի կողմից։ Եվ վերջում, դիմողները պնդում են, որ իրավապահ մարմինները իրականացնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունները թիրախավորել են իրենց։ Ինչ աներ իրավապահը, չարձագանքեր, ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ վարույթներ չնախաձեռներ, թե չասեր, որ ուժին են վերագրվում արարքները։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Միասնության թևեր, դիմումատուները ցանկալի են համարում հանցագործությունների մասին անհասցե հաղորդագրությունները, ուզում են, որ մեր քաղաքացիները չիմանային, թե որ ուժն է փորձում գնել իրենց, որ ուժն է փորձում կեղծել ընտրությունը։ Ինչու է սա շատ կարևոր ու շեշտադրման ենթակա հանգամանք։ Այս ուժերն ուզում էին հնարավորություն ունենալ ազդել ընտրության արդյունքի վրա։ Ու հիմա դժգոհում են, որ զրկվել են դրանից։ Իսկ զրկվել են պետական ինստիտուտների աշխատանքի եւ քաղաքացիների ողջախոհության շնորհիվ։ Այո, դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է հենց ժողովրդի կողմից, ուստի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։